Ամիսներ շարունակ կալանքի տակ մնալուց եւ երկու վիրահատություն տանելուց հետո Միքայել arczepiskopos Աջապայանը արդեն Գյումրիում է։ Հիշեցնենք, օրերս Վերաքննիչ դատարանը բավարարել էր Սրբազանի պաշտպանների միջնորդությունը կալանքը փոխելու վերաբերյալ Սրբազանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք եւ բացակայելու արգելք։ Շիրակի թեմի առաջնորդարանի բակում հավաքված էին հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ հավատացյալներ, սպասելով թե երբ թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապայանը Երևանի Իզմիրլյան բժշկական կենտրոնից դուրս գրվելուց հետո կհասնի Գյումրի։ Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսի 28-ից Սրբազանը կալանավորված էր հարուցված քրեական գործի շրջանակում, որը վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային գոչերին։ Փետրվարի 6-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր պաշտպանների միջնորդությունը կալանքը փոխարինելով տնային կալանքով եւ կիրառելով բացակայելու արգելք։ Ամիսներ շարունակ անազատության մեջ մնալուց եւ երկու վիրահատություն տանելուց հետո Միքայել arczepiskopos Աջապայանը վերադարձել է Գյումրի եւ գտնվում է տնային կալանքի պայմաններում։ Սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանի խոսքով դատարանի որոշմամբ կիրառվել են տնային կալանքին բնորոշ բոլոր սահմանափակումները, այդ թվում շփման արգելքը։ Այն անձինք, որոնք ներառված չեն տվյալ որոշման մեջ եւ պրոբացիայի մասին օրենքով չեն հանդիսանում մերձավոր ազգական կամ դատանի կողմից թույլատրված անձինք, ապա սահմանափակումը նրանց հետ շփման իհարկե նույնպես ներառում է այդ որոշման տրամաբանության մեջ։ Ինչպես տեղեկացված եք, մեկ հոգևորական տվյալ պահին Միքայել Սրբազանն ընտրել է Նարեկ Սրբազանի թեկնածությունը, կարող է իր հետ շփվել պատարագների անցկացման հետ կապված հնարավորությունը դատարանը տվել է, բայց եկեղեցի հաճախելու, մասնակցելու պատարագ անցկացնելու հնարավորությունը դեռևս պարզված չէ, որովհետև փետրվարի 6-ի դատական նիստում մենք այդ բովանդակությամբ միջնորդություն ներկայացրեցինք, նկատի ունեմ պաշտպանական խումբը եւ դատարանը անհրաժեշտություն գտավ ուսումնասիրելու ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային դատական պրակտիկան եւ լիահույս եմ, որ հաջորդ դատական նիստին արդեն այդ հարցը պարզաբանված կլինի։ Մերձավոր ազգականների հետ շփումը իհարկե օրենքով է նախատեսված եւ երբ որ անձին գտնվում են տնային կալանքի տակ կարող են իրենց մերձավոր ազգականների հետ շփվել։ Այս պահին մենք մեկ մերձավոր ազգական ունենք, դա իր եղբայրն է, իսկ Գրիգոր Աչապահյանը, որը հանդիսանում է եղբոր որդին, դատարանի թույլտվությամբ է այս պահին խնամքն իրականացնում։ Տնային կալանքի պայմանները սահմանում են նաև տեղաշարժի կոնկրետ տարածք։ Սրբազանի դեպքում այդ տարածքը առաջնորդարանի եւ բնակության հատվածն է, որի սահմաններից դուրս գալը վերահսկվում է համապատասխան տեխնիկական միջոցներով։ Միևնույն ժամանակ անհրաժեշտության դեպքում օրենքով թույլատրելի է բժշկական օգնություն ստանալը։ Թարգերով չի կարող տեղաշարժվել, սարքը տեղադրված է իր ուրեմն բնակության վայրի տարածքի շառավղով, այդ ամբողջ տարածքում ինքը իհարկե կարող է տեղաշարժվել եւ իր կենցաղային հարցերը հոգալ, ապրել, բայց հարկերով արդեն չի կարող էլի։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը պաշտպանական կողմը հանրությանը կոչ է անում զերծ մնալ առաջնորդարան այցելելու փորձերից, որպեսզի որևէ կերպ չվնասվի Սրբազանի նկատմամբ կիրառված իրավական կարգավիճակը։ Ու կարող է այսպես բան լինի, գայթակղություն լինի, որ մի պահ գնա աչքները տեսնի, որ ինքը լավ, խնդրում եմ այդ գործողությունները հանկարծ չանել, դա իհարկե ի վնաս Սրբազանի կմեկնաբանվի, խնդրում եմ
այդ կարգը պահպանել, մինչև մենք հասնենք հնարավոր մյուս իրավական գործողությունների։ Տնային կալանքի ժամկետը ներկայումս հստակ սահմանված չէ, քանի որ գործը գտնվում է դատաքննության փուլում։ Պաշտպանական կողմը սակայն մտադիր է հետամուտ լինել իրավական մեխանիզմների կիրառմանը, խափանման միջոցի ժամկետային հստակեցմանը եւ հնարավոր այլընտրանքային միջոցների քննարկման ուղղությամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շարունակական խորացման կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական միության հետևողական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության, տնտեսական զարգացման և պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացում։ Գերտ Յան Կուպմանը վերահաստատել է Եվրոպական հանձնաժողովի պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել Եվրամիություն Հայաստան գործընկերության ընդլայնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Նա կարևորել է համագործակցության զարգացումը տնտեսական դիմակայունության, թվայնացման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ապագա նախաձեռնություններն ուղղված տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության դիրքորոշումները ուղղված տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության հաստատմանը։ Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցությունը շարունակելու երկկողմ պատրաստակամությունը։ Երեք վիրահատվել եմ, այսօր ես քայլում եմ։ Հաշմանդամության կարգը նույնիսկ հնարավորություն չէր տալիս թողմային անվճար վիրահատվելուն։ Ասում է, որ վիրահատվելու ցուցում ուներ, շատ լավ գիտեր, վիրահատության գումարը գտնելու տեղը չգիտեր։ Ես անաշխատ մարդ եմ, աշխատունակություն չունեմ, ֆիզիկապես չեմ կարում, ոչ մի տեղ չեմ աշխատում։ Ես այդ 300,000-ը որտեղից տայի, որ ես վիրահատվեի։ Պետք է մնայի թե տարապեի։ Վաղուց հարմարվել էր այս մտքին ու շատ պատահական իմացավ, որ առողջության ապահովագրության ներդրմամբ բուժծառայությունների տրամադրման առումով այլևս որևէ տարբերություն չի լինելու հաշմանդամության կարգերի միջև։ Ապահովագրության փաթեթի ծավալը բոլորի համար նույնն է։ Դիմեցի մեր Սևանի բժշկական հաստատություն եւ պարզվեց, որ իմ կարգով, որ նախկինում չէր լինում պետպատվերի տակ, հիմա պետպատվերի տակ վիրահատել են ինձ։ Այս պալատում յուրաքանչյուրի ախտորոշումը տարբեր է, բայց բոլորի մոտ նույնն է մի բան՝ տարիներով հետաձգված, բարդացած, կողմնակի խնդիրների զարգացումով իրավիճակ։ Բուժարուն երկար տարիներ ունեցել է շնչառական համակարգի քրոնիկ խնդիրներ, մասնավորապես թոքային հյուսվածքների այդ փոփոխության պայմանավորված, մենք ասում ենք թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, հավանական որոշակի ֆինանսական ծախսերից խուսափելու ու դրանից եկող բարդությունների հետևանքների մասին մտածելով, բարբերաբար դիմել է ամբուլատոր բուժման հետազոտությունների, երբևէ ստացիոնար հետազոտություն չի անցել, իսկ այս ծրագրի շրջանակներում արդեն իսկ հնարավորություն է ունեցել դիմելու, որից հետո ուղեգրվելու ստացիոնար հետազոտման։ Մի 4-5 տարի հիվանդ եմ հազում եմ անդադար, գիշերները շատ դաժան։ Չէ, չեմ բուժվել, որովհետև փորձել եմ դուրս գամ, հնարավորություն չի եղել երեխեքի բանին։ Նախկինում, երբ որ արդեն բուժարում դիմում էր եւ խոսակցությունը գնում էր պետական վճարների մասին, դա ինչ-որ միտեղ արդեն բժիշկ եւ բուժարուի մեջ անջրպետ էր առաջացնում եւ տպավորությունը առաջանում էր, թե արդեն գումարից են խոսում, ոչ թե բուժվելուց։ Այս կարևոր հանգամանքից էլ ազատեց մեզ ապահովագրությունը, նշում է բժիշկը։ Ասում է, երբ այս կամ այն բուժծառայության վճարովի լինելու մասին խոսում էին, հաճախ պացիենտների մոտ տպավորություն էր, թե բժիշկն է իրենցից գումար պահանջում։ Հիմա բժիշկներն իրենք են շտապում ճշգրտելու պացիենտը ապահովագրության փաթեթ ունի։ Օրինակ բժիշկ Սարգսյանը ինձ դա հարցրեց, դու կարող ես ապահովագրված ես, որովհետև
Օրինակ ես մոռացել էի այդ ամեն ինչը, այդ հիշեցնելը իմ համար մեծ բան էր։ Ոչ թե չէր հիշում, այլ մտքով չէր անցնում, որ իրեն ցուցված վիրահատությունը եւս ներառված է ապահովագրության փաթեթում, հստակեցնում է Վիրաբը։ Ինֆարկտ չի, ինսուլտ չի, էլի որ հենց այդ պահին է պետք։ Մտածում ես կարող է եւ այդ ապահովությունը դրա չվերաբերվի, բայց իրականում եթե սրան վերաբերվում է, ուրեմն այն մյուս հիվանդություններին, որ րոպե առաջ մարդուն պետք է, դա հաստատ ուրեմն այդ ապահովությունը կօգտագործվի։ Այս պարագայում արդեն հիվանդների մոտ ավելի հանգստությունը մեծ է եւ դիմում են վիրահատությունների առանց մտածելու ֆինանսական ծառայողության մասին։ Շատ պարագայում հասնելով ցուցումները, անհրաժեշտ ցուցումները դնելուց հետո վիրահատական process-ը մնում էր կիսա։ Հիվանդները չէին դիմում շարունակության համար, բայց հիմա այդ օղակը չի ընդհատվում եւ հիվանդները առանց կաշկանդվելու դիմում են վիրահատական միջամտության։ Եվ որ պակաս կարևոր չէ, ամենն արվում է առանց ավելորդ քաշքշուկների ու շատ արագ, ավելացնում է Վիրաբը։ Այնքան ողջունելի է, ես Լճաշին գյուղում եմ ապրում, մեր ընտանեկան բժիշկը ասենք թե այդ ուղեգրերը, թե ստեղ հաստատելը, գլխավոր տնօրինությունը եւ այլն, այդ ամեն ինչը այնքան արագ են կազմակերպել, որ իմ համար շատ անսպասելի էր, sense ասած, ու շատ գովելի է այդ։ Որքան էլ արագ կառավարվող հերթերով են Սևանի բժշկական կենտրոնում փորձում կազմակերպել բուժծառայության տրամադրումը, միևնույն է այս օրերին օրվա բոլոր ժամերին այս տեսարանն է։ Մարդիկ շտապում են տասնյակ տարիներով հետաձգված իրենց բուժծառայության հետևից։ Սևանի բժշկական կենտրոնում ասում են, սա կանխատեսելի էր եւ իրենք, ինչպես հարկն է, պատրաստվել են առողջության ապահովագրությամբ ավելի որակյալ ու ընդլայնված բուժծառայությունների տրամադրմանը։ Մենք ամեն ինչ արեցինք, որ մեր հիվանդանոցը հագեցված լինի, թե լաբորատոր գործիքային առումով, թե կադրային առումով, եւ այսօր գալիս են իրենց իրավունքներից եւ շատ գոհ շնորհակալ մեր կառավարությունից, որ ապահովագրությունը ներդրվել մեր առողջապահական համակարգում եւ օգտվում են այդ ապահովագրությունից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ժնևում հանդիպել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Կողմերը քննարկել են Իրան-ԱՄԳ համագործակցության հետ կապված հարցեր։ Նաև ներկայացվել են Իրանի տեխնիկական մոտեցումները միջուկային խնդրի շուրջ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցությունների շրջանակում։ Փետրվարի 17-ին Ժնևում կկայանա Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը կրկին Օմանի միջնորդությամբ։ Ըստ Իրանի արտգործնախարարության խոսնակի բանակցությունների նոր փուլին ներկա կլինեն նաև միջուկային ոլորտի տեխնիկական փորձագետներ։ Էսմայիլ Բաղայիի խոսքով կքննարկվեն ոչ միայն տեխնիկական, այլև տնտեսական, քաղաքական եւ իրավական հարցեր։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին հայտարարել է Իրանի հետ համաձայնության հասնելը հեշտ չի լինելու, բայց Վաշինգտոնը կփորձի։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է փոխզիջումների գնալ իր միջուկային ծրագրի հարցում պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Նրա խոսքով, որպես փոխզիջման կամքի ապացույց Իրանը կարող է քննարկել 60% հարստացված ուրանի հարստացման մակարդակի նվազեցման հարցը։ Նա եւս մեկ անգամ կրկնել է համաձայնագրի հասնելու համար հարկավոր է կենտրոնանալ միայն Իրանի միջուկային ծրագրի վրա, բանակցություններում չներառել հրթիռային ծրագիրը եւ Իրանից չպահանջել ուրանի հարստացման լիարժեք բացառում։ Թեմային է անդրադարձել նաեւ Իսրայելի վարչապետը Բենյամին Նեթանյահուի խոսքով համաձայնագրով ԱՄՆ-ն պետք է պահանջի, որ Իրանը երկրից դուրս բերի հարստացված ուրանի պաշարները։ Ուրանի հետագա հարստացումը պետք է արգելվի, իսկ Թեհրանի հրթիռային ծրագիրը պետք է սահմանափակվի։ Իրանի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում զորավարժություններ են անցկացրել Մերձավոր Արևելքում լարվածության եւ տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության աճի ֆոնին։ Զորավարժությունների նպատակն էր ստուգել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումների պատրաստվածությունը, մշակել ԻՀՊԿ-ի գործողությունների սցենարը Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգության սպառնալիքների դեպքում։ Իրանը բազմիցս սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը, եթե իր դեմ հարձակում լինի։ Թեհրանի հետ ընթացող բանակցություններին զուգահեռ Վաշինգտոնն օրերս հայտարարել է, որ երկրորդ ավիակիր խումբն է ուղարկում Մերձավոր Արևելք։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով տարածաշրջանում ռազմական ներկայության ընդլայնումը նպատակ ունի պաշտպանել այնտեղ գտնվող ամերիկյան ուժերը, եթե դրանց որևէ վտանգ սպառնա։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանձնարարել է օրվա ընթացքում ուժեղացնել պաշտպանությունը եւ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, քանի որ հետախուզության տվյալներով Ռուսաստանը զանգվածային հարվածներ է նախապատրաստում։ Զելենսկին նաեւ հայտնել է, որ այս շաբաթ Ֆրանսիայում տեղի կունենան հանդիպումներ մեծ յոթնյակի Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների մասնակցությամբ։ Բանակցությունները կկենտրոնանան Ուկրաինային էներգետիկ աջակցության փաթեթների վրա։ Իսկ փետրվարի 17-ին եւ 18-ին Ժնևում տեղի կունենա ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը։ Ըստ Կրեմլի խոսնակի կքննարկվի հարցերի ավելի լայն շրջանակ, քան Աբու Դաբիում կայացած հանդիպումների ժամանակ։ Օրակարգում կլինի նաև տարածքների հարցը։ Կընդլայնվի նաև ռուսական պատվիրակության կազմը։ Այն կգլխավորի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ռուս-ուկրաինական բանակցություններին է անդրադարձել նաև ԱՄՆ պետքարտուղարը։ Մարկո Ռուբիոյի խոսքով Վաշինգտոնը չի ցանկանում կողմերից որևէ մեկին պարտադրել կարգավորման շուրջ ապագա համաձայնագիրը, այլ միայն փորձում է նպաստել համաձայնության ձեռքբերմանը։ Զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները։ Ռուսաստանի Բելգորոդի մարզը զանգվածային գնդակոծության է ենթարկվել։ Լուրջ վնաս է հասցվել էներգետիկ ենթակառուցվածքներին։ Բրյանսկը նույնպես զանգվածային հարվածների է ենթարկվել։ Փետրվարի 15-ին մարզի երկնքում խոցվել է ավելի քան 170 ուկրաինական անօդաչու։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը հայտնել է փետրվարի ընթացքում ուկրաինական 12 բնակավայր գրավելու մասին, այդ թվում Սումիի եւ Խարկովի մարզերում։ Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածների մասին հրթիռների եւ ԱԹՍ-ների կիրառմամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հունգարիայում հանդիպել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի եւ արտգործնախարար Պետեր Սիարտոյի հետ։ Կողմերը քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում գործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել։ Այն նախատեսում է խորացնել Հունգարիայի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունը եւ դրա համար քաղաքական հիմք ստեղծել։ Ռուբիոյի խոսքով երկու երկրների հարաբերություններում սկսվել է ոսկե դարաշրջան։ Հունգարիա այցից առաջ Ռուբիոն այցելել էր Սլովակիա, իսկ մինչ այդ Գերմանիա մասնակցել էր Մյունխենի անվտանգության համաժողովին։ Գեղարքունիքի մարզում 2025 թվականին շուրջ 43 միլիարդ դրամի ծրագրեր են իրականացվել, գործել է 328 շինհրապարակ, կատարված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի արդյունքներն ամփոփում է մարզպետ Կարեն Սարգսյանը։ 67 դպրոցաշինական ծրագրեր ենք իրականացրել, մանկապարտեզների 10, ճանապարհաշինության 83, խմելու ջրագծերի, դերենաժային համակարգերի, կոյուղատարերի կառուցում 82 ծրագիր, գազատարեր 4 ծրագիր, լուսավորության ցանցի անցկացում 35 ծրագիր, ամբուլատորիաների կառուցում, վերանորոգում 5 ծրագիր, հասարակական նշանակության շինությունների, դրանք են մշակույթի տներ, հանդիսությունների, սրահների վերանորոգում, գույքի ձեռքբերում 7 ծրագիր, նաև կանգառների ձեռքբերում, նորից գույքի ձեռքբերման 20 ծրագիր եւ 11 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում ենք իրականացրել եւ 2 ծրագիր, մեկը Գավառի շատրվանային համակարգի տեղադրում եւ միացման ծրագիրն է, մյուսը Ճամբարակ խոշորացված համայնքում հուշարձան քանդակի տեղադրման ծրագրի մասին է խոսքը։ Թվարկված աշխատանքների հիմնական մասն ավարտված է։ Ընթացքի մեջ գտնվողները կավարտվեն այս տարի։ 2025-ին մարզում ծավալուն դպրոցաշինություն է իրականացվել։ Վերանորոգվող 11 կրթօջախից 3-ում շինարարությունն ավարտված է, մյուսներում կավարտվի առաջիկայում։ Նախորդ տարի շահագործման է հանձնվել Ջիլ գյուղի նորակառույց դպրոցը, Սևան քաղաքում էլ երաշտական դպրոցը։ Մեկ քոլեջի 0-ից կառուցման աշխատանքներ է իրականացվում, 15 դպրոցների կառուցման, 3 դպրոցների մարզադահլիճների կառուցման աշխատանքներ, այս 3 մարզադահլիճները արդեն հանձնված են շահագործման։ Ունենք 8 դպրոցների մարզադահլիճների վերանորոգման աշխատանքներ, 8 դպրոցների ջեռուցման համակարգերի անցկացման ծրագիր ենք իրականացրել, 21 դպրոցների 84 դասարանների վերանորոգման աշխատանք ենք իրականացրել, լաբորատոր սենյակների մասին է խոսքը եւ նաեւ հագեցրել ենք լաբորատոր գույք սարքավորումներով։ Շինարարական եւ վերազինման մեծածավալ ծրագրեր են իրականացվել նաեւ մարզի առողջապահական հաստատություններում, բարելավելով բույս սպասարկման որակը, ավելացնելով մատուցվող բույս ծառայությունները։ 2025 թվականից սկսված այս պահին էլ շինարարության փուլում են գտնվում 3 բժշկական ամբուլատորիաների շենքերը, դրանք են Վաղաշենի բժշկական ամբուլատորիայի նոր շենքի կառուցումը,
Վարդենիկի բժշկական ամբուլատորիայի նոր շենքի կառուցումը, Ծաքարի բժշկական ամբուլատորիայի նոր շենքի կառուցումը։ Իզերի դեպարտամենտի հետ եւս 2 բժշկական ամբուլատորիաների վերանորոգման ծրագիր ենք իրականացնել, երրորդը նախանշել ենք Տեր-Տմաշենի բժշկական ամբուլատորիա։ Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, մարզպետն ընդգծեց պետական սուբսիդավորման եւ լիզինգային ծրագրերի արդյունավետ ազդեցությունը, ավելացել են աշնանացան հացահատիկի ցանկատարածություններն ու ջերմոցային տնտեսությունները։ 25 թվականի աշնանը ցանված աշնանացան ծորենի ցանկատարածությունները ավել են 3500 հեկտարը, ինչը վստահ կարող եմ ասել, որ բավականին լավ արդյունք է տալի նախորդ տարիների մեր ունեցած փորձը հաշվի առնելով։ Ռոռոկման համակարգերի բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան իրենց ցանկերը ռոռոկում կազմակերպել ժամանակին։ 2025-ին մարզում կատարված բարեփոխումներից կարևորագույնը կոշտ կենցաղային թափոնների կառավարումն էր։ Մարզում իրականացվում է կենտրոնացված աղբահանություն, ինչն առաջին հերթին նպաստելու է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը։ Մարզի 5 խոշորացված համայնքներից 3-ը ամբողջությամբ անցել են կենտրոնացած կառավարման եւ այս 3 խոշորացված համայնքներում գեներացվող ամբողջ աղբը տեղափոխվում է Կոտայքի մարզի աղբավայր։ Առաջիկա ամիսներին Մարտունի խոշորացված համայնքը եւս կանցնի կենցաղային թափոնների կառավարման կենտրոնի կողմից սպասարկման եւ նրանից հետո Վարդենիս խոշորացված համայնքը եւս։ Մարզպետն անդրադարձավ նաև մարզի տարածքում կայուն ուղևորափոխադրումներին, տեղեկացնելով, որ 2025 թվականի վերջին հայտարարված մրցույթով արդեն հայտնի են Սևան, Ճամբարակ եւ Գավառ համայնքներում հաղթող ճանաչված կազմակերպությունները, իսկ Մարտունի եւ Վարդենիս համայնքներում ուղևորափոխադրում կիրականացնեն համայնքային ընկերությունները։ Ութ ամիս ձմեռ, 4 ամիս գարուն։ Ծովի մակարդակից 2200-ից ավելի բարձրության վրա գտնվող ծղուկում ձյունը հաճախ գալիս է, երբ ծառերը նոր են կանաչում ու ծածկում ամենակարևոր ռեսուրսը՝ խոտը։ Բնակավայրում հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, այստեղ կովը կաթից ու մսից զատ նաև վառելիքն է ապահովում։ Գոմի աղբետ թափում ենք, հարթ դզում ենք, կտրատում ենք, չորացնում ենք, կուշկա ենք անեմ, աշունը տեղափոխում ենք, լցում ենք, ստեղ սարա ունենք, սարա, մոտ տեղա, վերջ, պրոստը մի քիչ դժվար է։ Վառվելիս աթարը յուրահատուկ սուր հոտ է արձակում, ծղուկցիները լուծումը գտել են, հատուկ վառարաններ են սարքել ու ջեռուցման համակարգ հավաքել, տաք ջուրը լցվում է մարտկոցներն ու ապահովում ամբողջ տան ջերմությունը։ Ջուրը դրեմ պաստանի տակ, 4 մետրոնից դրածը, օգտագործի, ոս տունը հոտ է գալի, ոս ծուխ է լսվում, ստել չի լսվում, բրամը քաշում է երկրորդ հարկով, դուրս է գալի վերև։ 81 տարեկան է Պարքևը, վառարանի հետ արդեն գործ չունի, աթարի մշակման հետ եւս, բայց զարմանում է, թե քաղաքացիներն ինչու են զզվում աթարից։ Չորալ է մեր ժամանակ, սուրոքում ձեղով կարած վեկալես աթարը, են թարցվախն է աղբա, գոմ աղբա, լեցում ենք դաշկեն թափում, արտացնում ենք ու կտրատում ենք։ Յուղացի ես աշխատանքա պդյանես չանես, ձմրը կսարես, ստեծ ծուր տալ է։ Ժամանակը լմ ստեծ գոմ է, չեն կարում է թանք, ենքան ձունա գալի։ Այստեղ բոլորն էլ գիտեն, վառվող գոմաղբը թունավոր գազեր է արտանետում, առաջացած մոխրի փոշին էլ խեղտում է, բայց խորանարդ մետրը 28,000-ով փայտ գնելու կամ գազով 8-9 ամիս ջեռուցելու հնարավորություն չունեն։ Գազ թանկաս, ինքն բնակիչների կարելի ասել հնարավորություններից էլ է գալի, ասում եմ, եթե այդ փողը պետք է դնենք, խոսքի գազ վառենք, ավելի լավ այդ գումարին ուրիշ բան անենք, խոսքի հենց իրանց տների համար ուրիշ բան անենք, քան թե այդ փողը մուծեն գազի ծախսերի համար։ Ճիշտ է, աթարը գործընթացը ինքը շատ դժվար է ու երկար ժամկետ է, նույն գործողությունը ու մի քիչ էլ սենց ասենք փոշոտ է, փոշետ հենց այդ աթարի այդ քյուլը, որ ասում է այդ հանելը տեղափոխել է դելա մեծ դժվարություններ, բայց դե մարդիկ էլ հիմնական հնարավորությունների հետ կապված են։ Ծղուկ դժվար են հարց գալիս, տեղացի աղջիկներն էլ սովորելու նպատակով գնում են ու չեն վերադառնում։
Պարքև պապի աղջիկ Թորը Երևանում է, տղայի գնալուն ընդդիմանում է, բայց գյուղում ապրելու դժվարություններն էլ չի թաքցնում։ Մերը էլատին գինչ ունի, կատը ջերմուկից է ժամը, ջերից է ժամը, այդքան չարչարման թե, այսքան խոտ հնձի, այսքան կրի բեր, շատ ժամանակ չի երիքեմ, դուկը 1000 դրամ ենք արնեմ, չի պակն, տակ ենք տալի լրի, միսը չի վաճարվեմ, կամ գալս են խապում են արնեմ, տանում են էժան։ Որ փետրվարին հալոց կսկսվի, ծղուկում չտեսնված բան է։ Այս տարի տաք է, հենց դա էլ հնարավորություն է տալիս աթարի մոխիրը բակերից հանել ու դաշտեր տանել, բայց ջեռուցումը մինչև մայիս երբեմն էլ հունիս է ձգվում։ Տրակտորի կցորդիչը մի քանի անգամ դեռ կբարձեն ու կդատարկեն։ Տիգրանուհի Բադալյան, Մհեր Մանուչարյան, Սյունիք լուրեր։ Նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Մայրաքաղաքի Արամ Խաչատրյան փողոցի մի բնակիչ եւ հայտնել, որ գիշերը գողացել են իր ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։ Հաղորդումը փոխանցվել էր համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ դեպքի վայր էր մեկնել օպերատիվ խումբ։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնել էր քրեական բարույթ, կատարվել էին անհրաժեշտ գործողություններ, իսկ համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքն արդյունք տվեց միայն փետրվարի 10-ին։ Համայնքային ոստիկաններն այդ օրը ստացան տեղեկություն, որ հայելիների գողությունը կատարել է Վաղարշյան փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդ։ Նույն օրը ժամը 17-ին Արամ Խաչատրյան փողոցում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Արաբկիրի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին ավտոմեքենայի կողային հայելու զույգ ապակիներ, բջջային 3 հեռախոս եւ գաղտնի փականով դանակ։ Քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարվեց նաեւ Աղարշյան փողոցի նրա բնակարանում։ Հայտնաբերվեցին Lexus, Tesla, Renault, Nissan Rouge, Jeep Cherokee, Toyota Camry, Mercedes, Volt, Hyundai Elantra, Mazda, Ford Fusion, Toyota, Kia Forte, Chevrolet Malibu ավտոմեքենաների կողային հայելիների 21 զույգ ապակիներ։ Ձեռնարկում են միջոցներ մեքենաների տուժած տերերին հայտնաբերելու ուղղությամբ։ 31-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։ Փետրվարի 9-ից 16-ը Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4342 խախտում, պահպանվող հատուկ տարած տեղափոխելով 176 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 181 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 195, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 99, չամրակապված վարելու 413, առանց մանկական նստատեղի քարսիթի 20, վարելու ընթացքում ծխելու 376, վարելիս հեռախոսից օգտվելու 233, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 335 եւ 1461 այլ իրավախախտում։ 139 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 186-ը տեխնիկական զենություն չանցած, 67-ը լուսարձակների անսարքությամբ, 77-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 87-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիներ են տարվել 76 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13354 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 280 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 245 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 394, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 16 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 245, չամրակապված վարելու 3242, առանց մանկական նստատեղի քարսիթի 145, վարելու ընթացքում ծխելու 417, վարելիս հեռախոսից օգտվելու 482, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 84, արագության գերազանցման 1707 եւ 4091 այլ իրավախախտում։ 366 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 865-ը տեխնիկական զենություն չանցած, 738-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 23 բեռնատար, 209 թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 381-ը առանց զմեռային ամադողերի, 10 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են տարվել 53 անձ։